Բարև բոլորին։ Երբևէ թե մտածել եք, թե ինչ հրաշալի ուժ ունի հեծանիվը։ Այն ոչ միայն տանում է մեզ դեպի առաջ ճանապարհի վրա, այլև դեպի առողջություն, դեպի բնության հետ ներդաշնակություն եւ մաքուր ապագա։ Այսօր մենք պատրաստել ենք մի քանի հարցեր եւ ակնկալում ենք պատասխաններ։ Թե ինչպես կարող է հեծանիվը մնալ ոչ միայն տրանսպորտի միջոց, այլև առողջ ապրելակերպի եւ երջանիկ կյանքի շարժառիթ։ Այս հարցերը մենք կտանք մեր դպրոցի սովորողներին, ովքեր ակտիվ վարում են առողջ ապրելակերպ եւ հետաքրքրված են բնությամբ ու գիտեն ինչպես առողջ ապրել։ Գնացինք։ Հունիսի 3-ը հեծանվային սպորտի միջազգային օրն է։ Որպես սպորտի վարպետ, ինչ խորհուրդ կտաս մեզ 104-ներից։ Դե չծխել, չխմել, զբաղվել սպորտով։ Ասել, որ սպորտով զբաղվելը նաև օգնում է ուսում ստանալու։ Դիսցիպլինան շատ կարևոր է, եթե դու ամեն օր սպորտով զբաղվես, նաև կկարողանաս ճիշտ համախմբել քո ժամանակը ու նաև ուսումով զբաղվել։ Ինչպես է հեծանիվն օգնում բնության պահպանությանը։ Քանի որ մենք գիտենք, որ մեքենաները շատ են արտահանում վնասակար գազեր եւ դա վնասում է մարդկանց շնչառությանը, ի տարբերություն մեքենաների, հեծանիվները ավելի մաքուր են եւ ոչ մի վնասակահատկություններ չունեն եւ առողջ ապրելակերպի մի մասն են կազմում։ Սիրում եք հեծանիվ վարել։ Այո, շատ եմ սիրում, մոտավորապես արդեն 9 տարի է ինձ վարում։ Շնորհակալություն։ Ընկեր Դարգյան, այ օրինակ հեծանիվը ինչպես է օգնում երեխայի զարգացման համար։ Ուրեմն նպաստում է երեխայի մոտ արագ կողմնորոշմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպ է, այսինքն առողջությանն է օգուտ, նաև հավասարակշռությունը սովորում է պահպանել, թե ինչպես հարվան ընթացքում կողմնորոշվի եւ պահպանի այդ հավասարակշռությունը, այդպես։ Շնորհակալություն։ Լավ բան։ Ինչ առավելություն ունի հեծանիվը քաղաքային տրանսպորտում։ Նախ եւ առաջ հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրման միջոց է։ Երկրորդն էլ այնտեղ, որտեղ կանցնի հեծանիվը ավտոմեքենան հաստատ չի անցնում։
Եվ նաև կարևոր է նշել, որ հեծանիվը ավելի մատչելի է, քան սովորական ավտոմեքենան։ Եվ հաճախ մարդկանց ընդհանրապես աշխատանքի վայր հասնելու համար ավտոմեքենա պետք չի, ավելի հարմար է հասնել հեծանիվով։ Հեծանիվը ազատության, անկախության եւ նպատակասլացության խորհրդան է։ Մեր սովորողները ապացուցում են, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է պարզապես պահել հավասարակշռությունը եւ ստանալ։ Մենք արեցինք դա։ Ահա եւ վերջ։ Հեծանիվը պարզապես երկանիվ տրանսպորտ չէ։ Այն ուղի է դեպի առողջ մարմին, մաքուր բնություն եւ հավասարակշռված հոգի։ Մեր դպրոցի աշակերտների պատասխանները ցույց տվեցին, որ առողջ ապրելակերպը արդեն իսկ կարևոր արժեք է մեր սերնդի համար։ Եկեք շարունակենք սիրել շարժումը, գնահատել բնությունը եւ հոգ տանել մեր առողջության մասին։ Ամեն մի պտույտով դեպի մի պայծառ, կանաչ, երջանիկ ապագա։ Եղեք առողջ։